Այս իրավիճակի մեջ չարիած փոքրակույնը ընտրելը դժվար է, քանի որ բոլոր տարբերակները ցավալի են, սակայն պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ամենամեծ վնասը կգանխվի և ամենամեծ շահը կծառայե եկեղեցու և ազգին։ Եվ կուզեմ ներկայացնել երկու հիմնական մոտեցում, որոնք կրնան դիտարկվել և թե որը կրնա համարվել չարիած փոքրակույնը կախված մեր վերջնական նպատակեն։ Առաջին մոտեցումը խորը բարենորոգում և ներքին մաքրագործում։ Ինչ է։ Այս մոտեցումը կպահանջի բոլոր եպիսկոպոսներեն իրենց ընտանեկան կյանքը հանրայնորեն և վերջնականապես հրաժարել և վերադառնալ կուսակրոնության ուխտին ըստ եկեղեցու կանոններուն։ Այս քայլը պետք է ուղեկցվի եկեղեցու ֆինանսական տապացիկության լիակատար ապահովմամբ և կոռուպցիոն բոլոր դրսևորումներու վերացմամբ։ Սա կնշանակե հոգևորականներու համար մաքրագործման շրջան։ Առավելությունը։ Սա կվերականգնի եկեղեցու կանոնական մաքրությունը և բարոյական հեղինակությունը ցույց տալով, որ եկեղեցին ունակ է ինքնամաքրվելու։